շատ է քննարկվում նաև Հայաստանի Հանրապետության իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիրը, բայց անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե ով այդ գաղափարախոսությունը առաջ քաշել, պետք է այդ դա լրջագույն քննարկման ենթարկվի հիմա, եւ դրան պետք է տրվի պատասխան։ Եվ այդտեղից է նաեւ իմ կարծիքով բխում պատերազմ, թե խաղաղություն, չընտրելով այս մի ուժին կստանաք պատերազմ, չընտրելով այն մի ուժին չեք ստանա պատերազմ, այդ խոսակցությունն էլ է դրանից գալիս։ Հավասարապես քաղաքական ուժերը պետք է պատասխանեն միջազգայինորեն ճանաչված սահմանների հետ կապված խնդիր ունեք, թե չէ, այո կամ ոչ, ընդ որում ոչ թե այո բայց, այո եւ այո չգիտենք, այո ժամանակը ցույց կտա, այո, բայց սահմանադրության մեջ փափագենք ուզում պահել Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնել։ Լավ, կապցնելով բամեր ինքնությունը։ Կներեք, էլի մի հատ եկեք անկեղծ լինենք առաջին հերթին այս ժողովրդի ու այս հասարակության հետ։ Շատ են, չէ՞, նրանցից որին կանգնացնենք հիմա, ասենք, ինչ ես ուզում կամ ինչ ես անում Հայաստանի Հանրապետության համար, կասի սիրում եմ նրա քաղաքացիներին, սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետություն սիրողը Հայաստանի Հանրապետության շուրջ պատերազմի ռիսկ էր ստեղծում։ Ու ընդ որում կարծեք թե ինչ որ նես կոնկուրսը, հա, ու երբ որ այդ X պերսոնաժը սիրում է Հայաստանի Հանրապետությունը, դա այնպես է ներկայացնում, որ այ օրինակ ձեզնից շատ է սիրում։ Այո, իրենք Քելբաջարով, Նախիջևանով Քելբաջար տուր են կազմակերպում, պարոն Մերաբյան, եւ մենք չակերտավոր դավաճաններս այդ տուրին չենք ուզում մասնակցել։ Ունենք հնարավորություն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է մեր բանակը, միջազգային լայն կոնսոլիդացիա կա իրենց առաջարկած տուրի շուրջ, ու մենք դավաճաններս ճակերտավոր չենք միանում դրան։ Այդտեղ է որ իրենք փորձում են ավելի հայրենասեր երևալ։ Մասիսի ֆոնին նկարվում են։ Հայերեն չեն կարողանում 3 նախադասություն կապել իրար հետ, Հայաստանի Հանրապետության նախագահ են եղել, ոչ բարով։ Հայերեն 3 նախադասություն գրեն, մի 18 հատ ուղղագրական սխալ կանեն մինիմում։ Նիկոլ Փաշինյանը շարք է սկսել իդեպ, թող մի հատ նախկին նախագահների վերաբերյալ էլ այդ ամեն ինչն անի։ Ու փորձում են դրանով Հայաստանի Հանրապետության շուրջ հավելյալ սպառնալիքներ գեներացնել։ Մասիսի ֆոնին նկարվելը ի՞նչ է նշանակում։ Ինչ է դա նշանակում։ Մենք էլ կարող ենք նկարվել, դրանից մենք ավելի ասեմ ավելին, մենք ավելի լայն արկածախնդրություն կարող ենք անել։ Մենք կարող ենք գնալ այդ պագրան հատվածները, զոնաները, որտեղ որ հայ-թուրքական սահմանին անցնել Արաքսը, գնալ Մասիսի փեշերին փարվել, դա էլ Մասիսի ճակատից իրենց ճակատին էլ կարանք թքել, բայց դա մեր ժողովրդին, մեր պետությանը ինչ է տալու։ Չէ, ստեղծելու հավելյալ անվտանգային ռիսկեր, բնականաբար այն կողմից էլ Արևմտյան Ադրբեջան են հակադրելու, այն կողմից էլ հայելային պահանջներ են Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու։ Ի վերջո, այս պատերազմի էջը փակում ենք թե չէ։ Ու այդ պետք է ասի ժողովուրդը։ Ու այն պնդումը վարչապետի կողմից, որ բացի քաղաքացիական պայմանագրից եւ իրենից Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ որևէ ուժի ձայն տալու պարագայում պատերազմա բերելու, ես այս պնդման հետ համաձայն չեմ եւ մի առիթով ասել եմ, հիմա էլ այս առիթն օգտագործելով կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն երաշխավորն է։ Եթե ինքը գիտի, որ քաղաքական դաշտում կան ականներ, կան շրջանակներ, ովքեր Հայաստանի Հանրապետությանը սեպտեմբերին կլնի, հոկտեմբերին կլնի, թե դեկտեմբերի կեսերին կլնի, ներքաշելու են պատերազմի մեջ, հիմա պիտի ականջներից թղթով բռնի իրավապահների օգնությամբ ու իրանց տեղը նստացնի։ Ու պատասխանատուն ինքն է։ Իսկ ինչ վերաբերում է, որ ուժեր, այլ ուժեր կան։ Կան ուժեր, որ խաղաղությանը ձգտում են այն քայլերով,
որը որ օրինակ քաղաքացիական պայմանագիրն է հիմա ձգտում առանձին դեպքերում էլ ավելի ամրապնդված։ Հայաստանի Հանրապետության շուրջ ավելի անվտանգային ռիսկեր ստեղծելու փոխարեն ասում են տիկնակ եւ պարոնայք կողմնորոշվեք ու ժամ առաջ, րոպե առաջ դուրս եկեք հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպությունից, ՀԱՊԿ կոչված այդ փուչիկ միավորից։ Այո։ Կա այդ շրջանակներն ասում են տղերք, տիկնակ եւ պարոնայք, բանիկ խոսք տվել է ժողովրդին ու Մեզ իբրև ժողովրդի մի մաս հետո ինչ որ մենք այդ խորհրդարանական փափուկ կռեսլոների վրա նստած ձեր վրա շիշ չենք շպրտում։ Բան էիք խոսք տվել։ Խոսք էիք տվել, որ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու։ Խոսք էիք տվել, որ արտադրություն ու արտարադատությունը հաստատվելու։ Խոսք էիք տվել, որ Քոչարյանի քաղաքական մեհիդն եք փռելու, Չակուճ ձեռները պտտվում էիք երկրում։ Չակուճի վրա հիմա բանտիկ կապած դրածա սեղանին։ Այդ Չակուճի դեպ դեպքերից անմիջապես հետո, երբ որ հայրենիքի փրկության մի հատ այդպիսի շարժում էին, չէ՞, ձևավորել Դաշնակներն ու Քոչարյանը քավորնել դա ինչպես միշտ Քոչարյանն էր, ես հենց այդ շրջանում այդ Չակուճը փորձել եմ կառավարության շենք մուտք գործելով նվիրել Փաշինյանին, ոստիկանությունը բերման է ենթարկել, Չակուճի վերջո էլի մոտա, մեր տանը դրած է, էլի կարող եմ վերադարձնել, էլի ուշ չի։ Պետք է այդ Չակուճը գործադրվի, իբրև արդարադատության սիմվոլ։ Օրենքի տարին եւ ոգուն համապատասխան։ Այո, ու ի վերջո եկեք այդ խոսույթից առնվազն դուրս գանք եւ Համենայն դեպս ես այսօր ազգային ժողովում ճեպազրույցն եմ դիտել, ազգային ժողովի նախագահը իր խոսքում ավելի զգուշավոր էր այդ մասով եւ նշեց, որ այո կան պատերազմի ուժեր եւ շրջանակներ, ովքեր ձգտում են պատերազմի, բայց եւ այնպես դրանք բոլորը այդ ուժերը չեն, էլի, բացի քաղաքացիական պայմանագրից մնացած բոլորը այդ ուժերը չեն։ Առողջ ուժեր եւս կան, շրջանակներ եւս կան, որ առանձին դեպքերում եւ մեծամասամբ նաև քաղաքացիական պայմանագրին հրողի դեր են կատարում, որպեսզի այդ օրակարգը առաջ տանի։ Հանրության հետ մեր շփումները, մեր քննարկումները, մեր խոսակցությունները տարիներ շարունակ ինչի մասին է։ Հենց դրա։ Այդ օթից ընկավ խաղաղության գաղափարի կրելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Իհարկե ոչ, ամենօրյա տքնաջան իրենց փափուկ կռեսլոների վրա նստած մեկը մյուսի վրա շիշ էին նետում, մենք այդ սպառնալիքների հիբրիդային պատերազմի գործիքների դեմ ամենօրյա կռիվ էինք տալիս, պատերազմ էինք տալիս։ Դուք մոտեցաք երկրորդ հարցին, որը մեզ հասցեագրել է մեր եթերի հետևորդ Արթուր Վարդանյանը։ Իր ձևակերպումն է, հա, Կրեմլից գործուղված ուժերը արդեն միավորվել են տեղական թալանչիների հետ, արձանագրում է պարոն Վարդանյանը։ Եվ հարց հնչեցնում, երբ են միավորվելու Հայաստանամետ ուժերը մի կողմ դնելով մանր-մունր տարաձայնությունները։ Նախ զարմանալիորեն Կրեմլից գործուղված կամ Կրեմլի հետ խիմիա ունեցող պատերազմի թաքնված քարոզ եւ ըստ էության քաղաքական ռազմավարություն որդեգրած ժողովրդավարությունը թիրախավորող օրենքի գերակայությունը կասկածի տակ դնող այդ բոլոր քաղաքական ուժերը նույն քաղաքական ուժերն են եւ հիմա նրանք արձանագրում են պարոն Վարդանյանը արձանագրում է որ նրանք միավորվել են տեսեք միավորվել նախ եւ առաջ հա գործի առումով այո նրանք միշտ էլ միավորված եղել են եւ լինելու են որովհետեւ բոլոր թելերը տանում են մի տեղ այլ է որ կառուցվածքային առումով նրանք չեն միավորվել դե որովհետեւ կան տարբերություններ էլի այնուամենայնիվ հա եւ կա դրա շահառուները այ հեսա խոսքը վերաբերվում է նրանց ում պարոն Վարդանյանը կոչվում է տեղական թալանչիներ, հա? Դե բնականաբար խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր ապօրինի գույք են ունեցել, ձեռք բերել, լինելով նախկինում պաշտոնյա, եւ օրենքը չի նախատեսում, որ եթե դու ժամանակին պաշտոն ես զբաղեցրել ու ձեռք ես բերել ապօրինի գույք, եւ պետությունը նախատեսել է, որ այդ գույքը պետք է հետ վերցվի դու պետք է քաղաքական դաշտից ռադդ քաշես այդպիսի շրջանակ իրավունք բայց օրենքը չի նախատեսել որ այդ մարդը հետևաբար այլևս չպետք է զբաղեցնի որևէ պաշտոն
գործադիր իշխանությունում եւ քաղաքական process-ի մասնակից ուղղակի լինել չի կարող։ Չկա այդ բանը։ Թորը թոր, ծորը ծոր, ընդཐուպ։ Ընդཐուպ թորը թոր, ծորը ծոր։ Դե հիմա երեխաները ծնողների համար պատասխան չեն տալիս, դա արդեն մի քիչ այլ հարց է, բայց մի քիչ ի վերջո բարձր հնչեց, մեր դեպքում մի փոքր այլ է, երեխաները լավ էլ ծնողների արածները իրանց վրա են վերցնում։ Դե որոշ երեխաներ, որոշ ծնողների, ընդཐուպ ծնողների համար մարզային հանդիպումներ են կազմակերպում, ծափտվողների են բերում եւ այդպես շարունակ։ Եվ հիմա սա հարց է տալիս Պարոն Վարդանյանը, թե երբ են միավորվելու Հայաստանամետ ուժերը եւ մի կողմ դնելով մանր-մունր տարաձայնությունները։ Ստեղ ես նորից ուզում եմ մեկ միշտ մի հստակություն մտցնել։ Հանուն Հանրապետության կուսակցությունը այն կուսակցությունն է, որը թե 21 թվականին, թե հիմա դռները պահում է բաց։ Մենք ունենք մի քանի հարցեր, որի մասին էլի բազմիցս ասել են, որոնք են, որի հետ կապված ոչ մենք ներսում ունենք քննարկում, թե դա պետք է, թե ոչ։ Ոչ էլ իշխանության հետ ունենք բանավեճ, բայց մենք բանավեճ ունենք նրա մասին, թե այդ հարցերի իրականացումը ինչ որակով, ինչ խորությամբ եւ ինչ տեմպով պետք է արվեն, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք, որ ընդཐուպ գործը հասնում է նրան, որ խոսքերը եւ գործերը սկսում են այսպես մի մկրատ է առաջանում։ Եվ դրանք 6-ն են, հա, ուղղակի նորից ուզում եմ թվարկել։ Դա իհարկե եվրոինտեգրումն է, իր ռեֆորմներով, դա Միացյալ Նահանգների հետ գործընկերությունն է, իր 100-ամյակին միտված պայմանավորվածություններով եւ միտված վերածվելու լիիրավ դաշինքի երկու երրորդը խաղաղություն Ադրբեջանի հետ օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա չորրորդը մեր բոլոր հարևանների հետ փոխկապակցվածության ձևավորումն է, որը երաշխավորում է այս խաղաղությունը, հինգերորդը ժողովրդավարությունն է, դրանից բխող բոլոր ռեֆորմներով եւ օրենքի գերակայությունը դրանից բխող բոլոր ռեֆորմներով։ Սրա հետ կապված կրկնում եմ, մենք չունենք ներքին քննարկում, թե դա պետք է, թե ոչ, որովհետեւ այո, պետք է։ Սա աքսիոմա է։ Վերջացավ։ Տեմպ, որակ, խորություն, խնդրեմ, լավագույնս դա իրականացնելու համար։ Մնացած հարցերում մենք բաց ենք ցանկացած քննարկման համար եւ դռներն էլ բաց են։ Մենք չենք կարող երկկողմանի երթևեկության փողոցում երկու կողմի երթևեկությունն ապահովել միայնակ։ Մեր դռները բաց են։ Մարդիկ մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր այն ուժերի որոշմանը միայնակ գնալ ընտրությունների մենք չենք կարող ստիպել բոլորի որոշումը, բայց ել եմ ասում, մեր դռները բաց են, մենք ընդլայնված ցուցակով ենք գնում ընտրությունների, ինչի մասին հենց ի սկզբանե հայտարարել ենք եւ շարունակում ենք հենց այդ ուրեմն մոտեցմամբ ներկայանալ մեր հանրությանը ընտրություններից առաջ եւ տարաձայնություններն էլ մանր-մունր, թե ոչ մանր-մունր, դա արդեն գնահատականի հարց է, բայց մենք ասացինք, որն են մեխերը, որոնք մեզ համար ուղղակի սկզբունքային նշանակություն է եւ մի բան էլ մենք որևէ կուսակցական էգոիզմ, կուսակցական ամբիցիա, որ մենք ենք առաջինը եւ այլն մենք հարցին պատասխանելով ամենախելոքը կամ մենք ենք ամենասիրունը, դա այդպես չի։ Մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկ քննարկելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն ողջունել ենք եւ ողջունում ենք, բայց խոսակցություններ պետք է լինի ոչ թե այն զրուցարանի, հա, տենանք աշխարհքում ինչ կա չկա, հա։ Մենք ունենք ծրագիր։ Այո։ Մոտ 40 էջանոց իր համապարփակ ունենք դրա կրճատ վերսիան, մենք հենց նախընտրական ուրեմն քարոզչության մեկնարկին
մենք մի մեծ պրեզենտացիա կազմակերպենք եւ կներկայացնենք, խնդրեմ դուք ձերն ունեք, բերեք, քննարկենք, փորձենք մոտարկել։ Մենք պատրաստ ենք նաեւ մեր տեղական պատասխանատուների եւ ձեր տեղական պատասխանատուների միջև, հա, քննարկումներ կազմակերպել։ Մենք պատրաստ ենք չեզոք հարթակ տրամադրել կլոր սեղանների համար, եթերի համար, ընդ որում դա իրոք չեզոք հարթակ որպես, հա։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք համենայն դեպս այս ուղղությամբ արել ենք, անում ենք եւ անելու ենք առավելագույնը այս կոնսոլիդացիային հասնելու համար, որովհետեւ այո մենք կիսում ենք մեր հասարակության այն սպասելիքը, եթե կուզեք սոցիալական պատվերը կամ քաղաքական պատվերը միավորված տեսնելու այն ուժերին, ովքեր եվրոինտեգրման կողմնակից են, արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների կողմնակից են, Ռուսաստանի հետ այո, հարաբերությունների վերանայման կողմնակից են եւ այո, շատ ճիշտ եք եւ ինքնիշխանությունը չեն քննարկում։ Այո։ Խնդրեմ։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ես եւս Հայաստանի Հանրապետությունից դուրս լինելով, սակայն անընդհատ ապրելով Հայաստանի Հանրապետությունով, ես փորձել եմ քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ անընդհատ կապի մեջ լինել եւ կազմակերպել այն ժամանակ էլ քննարկում էր միասնության գաղափարը եւ միասնական ճակատով ընտրությունների գնալու տարբերակը եւ պետք է ասեմ, որ հանուն Հանրապետություն կուսակցությունը 2021 թվականին էլ իրեն դրսեւորել է այդ դիրքերից բաց, թափանցիկ եւ այո, իրավամբ մի կողմա դրել բոլոր մանր ու միջին տարաձայնություններն ու տարակարծությունները, սա ես իմ խղճի առաջ հանգիստ չեմ լինի, եթե չասեմ, սա քննարկվել է 2021-ին եւ ձեր դիրքորոշման մեջ փոփոխություն կարծես թե չի նկատվում։ 2026-ին ընդառաջ դուք ձեր դռները բաց եք պահում թե քաղաքասարակության ներկայացուցիչների, թե այլ շրջանակների ուժերի համար, որ գան, միավորվեն եւ միասնական ճակատով այլ ընտրանք առաջարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ինչու չի ստացվում դա անել։ Եթե քաղաքացու հարցին շատ կարճ եւ շատ լակոնիկ պատասխան է, որովհետեւ ամեն մեկը իրան պատկերացնում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ։ Ցավոք սրտի, երբ որ այդ վարչապետի փափագով տառապող շրջանակներին եւ անհատներին գնաս հարցնես, քանի պոտենցիալ նախարարի տեխնացու ունես դու քո կուսակցության մեջ, երևի թե չկարողանա պատասխանել, ոչ թե երևի թե վստահաբար չի կարողանա պատասխանել։ Իրենք շատ լավ պատկերացնում են եւ ունեն փորձի 2021 թվականի, որ միայնակ գնալու պարագայում հնարավորությունները էականորեն նվազում են։ Ինչքան ձայն փոշիացավ, քանի հազար ձայն փոշիացավ։ Եվ հերթական անգամ բաց ճակատով գնում են պատին հար։ Իհարկե, որովհետև այդպիսի հուսահատ ճիքեր, հուսահատ հայտարարություններ կամ օթում հայտարարություններ հնչում են քաղաքական դաշտում։ Քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ուշի ուշով հետևեն, թե ով ինչ է առաջարկում եւ ինչ դիրքերից է առաջարկում։ Այ օրինակ, երբ որ միավորման մասին է խոսք գնում եւ մեզ կոչ են անում միավորվել, ես ինքս էլ միավորման գաղափարի կողմնակից եմ, այնքանով որքանով կստացվի։ Կներեք էլի, տանգոն միայնակ չեմ ապարում։ Երկկողմանի երթևեկության ճանապարհով չես կարող։ Մի ձեռով ծափ չեմ տալիս եւ այո։ Ժողովրդյան չի լինում ուղակի։ Դե կներեք էլի, ոմանց պագոնները կընկնի ժողովրդական լեզվով ասած, եթե ինչ որ այդպիսի միավորման մասին քննարկում ունենան։ Ոմանք էլ արևմտամետի կոստյումը հագած կրկնում եմ, Քելբաջարով Նախիջևան են գնում, Նախիջևանով Քելբաջար։ Հակառակը կա, Վանը, Սասունը, Արդահանը, Մուշը ուղիղ Եվրամիություն։ Եվրամիություն։ Կներեք, այստեղ գաղափարական հակասություն կա։
մենք մեզ ոնց կհարգենք մենք տրամաբանական հակասությունն է, էլի ասենք ոնց կարող է այդպիսի քննարկում լինի այդ շրջանակների։ Այդ շրջանակները օդում հիմա կրակում են, փորձում են դաշտը պղտորել, փորձում են այդ գաղափարը նսեմացնել, դրա նշանակությունը իջեցնել, զերոյական դարձնել, վերջնարդյունքում գնդակը նետել բոլորի դաշտ, ու ասեն դե տեսակ չստացվեց։ Գնացեք ու փոշի դարձրեք ժողովուրդ ջան։ Այս պարագայում պետքա փորձել հնարավորինս շրջանակներին, անհատներին, քաղաքական եւ հասարակական միավորներին, ովքեր ունեն եւ համախոհ են ձեր կողմից նշված 6 կետերի հետ, հրավիրել կոնսուլտացիաների, քննարկումների, մեր հետագա անելիքների քննարկման։ Այդ թվում հանուն հանրապետություն կուսակցության ներքո, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ամբիցիա, տարաձայնություն, տարակարծություն, ներկուսակցական պատուհանից իրավիճակին չնայել, մենք հենց սա նկատի ունենք, ինչ տարբերություն, եթե նպատակ ենք սահմանում Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցությունը, եթե նպատակ ենք սահմանում խաղաղության պահպանումը եւ փայփայումը, եթե նպատակ ենք սահմանում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ել ավելի խորացումը եւ 100-ամյակի ռազմավարության մշակումը ու իրականացումը գետնի վրա, եթե նպատակ ենք սահմանում ժողովրդավարության պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը, եթե առհասարակ անկախությունը խուրդա չենք դարձնում ոմանց նման։ Ինչի մասին է խոսքը։ Եթե նպատակը նույնն է, տիկնայք եւ պարոնայք, տղերք, եթե նպատակը նույնն է, եթե սիրում եք այս ժողովրդին, ուշ չի այդ լայն մեր պատկերացրած շատ լայն կոնսոլիդացիան եւ իրավամբ քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական բևեռի ձևավորման համար այդ բևեռ բառնել են ինչ բառ օգտագործում ես արժեզրկված է Հայաստանի Հանրապետություն արժեզրկում է դե որովհետեւ երկրորդ քաղաքական այնուամենայնիվ երկրորդ քաղաքական բևեռ ձևավորելու իրավամբ երկրորդ քաղաքական բևեռ ձևավորելու հնարավորություն դեռ կա երկար մտածեք Ի վերջո, սպարապետ Վազգեն Սարգսյանը մի շատ հրաշալի խոսք ունի։ Մտածեք այս երկրի մասին։ Մտածում եք, շատ լավ, գնացեք ձեր նախանշած ճանապարհով առանձին, բաց ճակատով հարվածեք պատին, հերթական անգամ փոշի դարձեք քաղաքական Շտապեք լավագույն դեպքում քաղաքացիական պայմանագրի գրասենյակ քաղաքացիական պայմանագրի համակիրներից շուտ շնորհավորելու քաղաքացիական պայմանագրին իրավիճակի վրա ազդեցություն ունեցեք եւ կունենաք լավագույն դեպքում եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ ների այսքանից հետո ազդեցություն կունենաք բացառապես ստորագրահավաքների տեսքով ինչպիսին օրինակ Եվրակվ հաջողված նախաձեռնություններ միավորման օրինակելի տարբերակ հենց դա էր Մի դեպք եղավ քաղաքական դաշտում, երբ որ առողջ քաղաքական ուժերը, անհատները մի կողմ դրեցին ամեն ինչ ու ասացին, մենք գնում ենք Եվրամիություն եւ սա առաջարկում, սա իբրև առաջարկս ոմանց կասկածամտության, չէ, որ դե լավ է ինչ եք մտածում այդ ումա պետք, ոմանք էլ շատ ագրեսիվ, այդ որոշել եք իշխանությանը անհարմար վիճակի մեջ դնեք, իսկ դուք մտածել եք մեր երկրի մասին եւ այլն, սա դասեր էին տալիս։ Իհարկե։ Իսկ հիմա սա դարձել է արդեն մի փաստ, որն արձանագրում են Եվրամիության ամենաբարձր պաշտոնյաները Եվրախորհրդարանում եւ առանձին երկրների առաջնորդները, արտգործնախարարները եւ սա քաղաքականություն է եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ակտիվ հաղթաթուղթ։ Այո, ու այս համատեքստում քաղաքացին ինչ որ առումով ճիշտ է։ Այո։ Եկեք քաղաքացիներին էլ հասկանանք։ Ես իբրև միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ով էկրանից այն կողմ հնարավորության սահմաններում աշխատանքից հետո ազատ ժամանակ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կիսում է մեր գաղափարները, եկել ստորագրությունը դրել է Եվրամիության անդամակցության այդ նպատակի տակ եւ այդպես 60,000 այդպես 60,000 քաղաքացի մինիմում 60,000 քաղաքացի իրականում 60% ժամանակ չունեցան հնարավորություն չունեցան այդ քաղաքացիները իրավունք ունեն այդ մեղադրանքը հնչեցնելու որովհետեւ ի տարբերություն պրոռուսական
շրջանակների, այս շրջանակը մեր շրջանակը չունեցավ բավարար խոհեմություն, որպեսզի դա քաղաքական կապիտալի վերածի։ Չունեցավ ուղղակի բավարար խոհեմություն, ինչ հանգամանքներից ելնելով։ Սա էլ քաղաքացիները, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իմաստության, խոհեմության, վերլուծական մտքի վրա այսքան չեմ կասկածում։ Եվ վստահ եմ քաղաքացիները, երբ որ իրավիճակը ճիշտ վերլուծեն, հետևեն իրադարձությունների զարգացմանը, պրոցեսներից դուրս մնացած ուժերին ուշադրությամբ հետևեն, քաղաքական մեծամիտների շրջանակը առանձնացնեն եւ լուսանցքում հենց իրենք թողնեն, քաղաքացիները ճիշտ ընտրություն կանեն։ Այո, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մեր գաղափարի կրողն են եւ մեր տեսլականի կրողն են, իրավունք ունեն այդ մեղադրանքը հնչեցնելու, բայց իրենք էլ պետքա ներողամիտ լինեն եւ իրենք էլ պետքա իրավիճակը խորապես ուսումնասիրության ենթարկեն առնվազն, որպեսզի հասկանան, թե ինչու այդ մեր պատկերացրած, իրենց պատկերացրած լայն կոնսոլիդացիան չի ստացվում, ով է կամ ովքեր են մեղավոր։ Ես նորից եմ կրկնում, այս դաշտում կան Քելբաջարով Նախիջևան գնացողներ, այս դաշտում կան նաև շրջանակներ, որ ամեն ինչ մենակ իրանց ուժերով են պատկերացնում, չունենալով բավարար այսպես հնարավորություններ ռեսուրսներ։ Մի հատ բան ասեմ։ Վերախմբագրելով մի հայտնի թատերագետի ասածը, սիրում են ոչ թե քաղաքականությունն իրենց մեջ, այլ իրենց քաղաքականության մեջ։ Առանձին դեպքերում սա նաև եթե պրոյեկտենք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի վրա, ոմանք քաղաքականության մեջ են, ինչ կապիտալներ կամ, չգիտեմ, գործող բիզնեսներ պահելու եւ այդ բիզնեսների համար քաղաքական տանիք լինելու համար։ Իմ համար տաբուներ չկան քաղաքական դաշտում, ես պետք է սա ասեմ, տաբուներ չկան եւ 2026 թվականի նախընտրական շրջանում ես իմ բերանը բացելու եմ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով ու այս առումով թույլ չեմ տալու որևէ մեկին Հայաստանի Հանրապետության խեղճ ու կրակ քաղաքացիներին, տանջված քաղաքացիներին ոչ մի բան չստացած ես 30 տարվա ընթացքում իր իշխանությունից էլ ընդդիմություն այդ քաղաքացիներին թույլ չեմ տալու մոլորեցնել։ Թույլ չեմ տալու, որովհետև ես վաղարշապատում ընտրությունների ժամանակ, երբ որ ասում եի ես որևէ մեկի գրպանային տեխնացուն չեմ, ի տարբերություն քոչարյանական գրպանային տեխնացուների, ովքեր հանդես են գալիս վաղարշապատում։ Նույնը պրոյեկտում եմ ավելի համապետական մասշտաբի վրա եւ ասում եմ ես որևէ մեկի գրպանային տեխնացուն երբեք չեմ ու չեմ եղել ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ես ունեմ ընտրությունների նախաշեմին բավականին շատ ասելիք ես համատեքստում բավականին շատ ասելիք որովհետև երբ որ պրոցեսների մեջ ես եղել ակտիվ փուլում ես եղել եւ այդ ընթացքում տեսել ես բաներ տեղի ունեցել իրադարձություններ սահմանվել են նպատակներ եւ տեղի ունեցել նպատակներից շեղումներ ինչի կուլմինացիան եղել է քաղաքական դաշտի աղճատումը կամ առողջ քաղաքական դաշտի ձևավորման համար ականի դերի ստանձնումը, այստեղ ես խնդիր ունեմ։ Քաղաքական դաշտը առողջացնելու ճանապարհին պնդում եմ, որ առողջ քաղաքական ուժերի որոշ շրջանակներ գիտակցաբար թե չգիտակցաբար ականի դեր են ստանձնում։ Եվ ճանապարհ են այդպիսով բացում Կիրիենկոյի համար, Կիրիենկոյի գրպանային տեխնացուների համար, Ռոբերտ Քոչարյանի համար իրենց կողմից այդքան չսիրված ու մեր կողմից չսիրված, ու մեր ժողովրդի կողմից չսիրված, ժողովրդի կողմից գուցե նաև ատելի ու վերջն արդյունքում սա Հայաստանի Հանրապետության մասին է, Հայաստանի Հանրապետության շահի մասին է, Եվրամիության անդամակցության մասին է, նրա ժողովրդի մասին է, թե ուղղակի գործարան պահելու մասին է։